Եվ այսպիսով, սիրելի հայրենակիցներ, մեր նոր տարին սկսվեց նոր սատանայական երթով, նոր հարձակումով, նոր սրբապղծությունով։ Այս լրագրողը Պողոս դուրս եկավ մի քանի հազար հետևորդների հետ, սեկտայի անդամների հետ։ Նա փորձում է կրկնել 2018 թվականի այդ էֆեկտը, այդ դեմադրությունը, բայց դա այլևս չի ստացվում։ Ժողովրդին կարելի է միայն մեկ անգամ խաբել, երկրորդ անգամ խաբել, բայց տեսնում եք, որ արդեն ոչ ոք իրեն չի հավատում։ Նախ սա մեր սահմանադրության կոպիտ խախտում է, փաստորեն պետությունը ուղղակիորեն միջամտում է եկեղեցու գործերին, որը հակասում է մեր սահմանադրությանը։ Երկրորդը, այս մարդը տեսնում է, որ նա փաստորեն դառել է Ադրբեջանի դեսպան, Ալիևն է հիմա ղեկավարում Հայաստանը, Ալիևը հրահանգ է տալիս հարձակվել մեր կաթողիկոսի վրա, եւ նա դա կատարում է։ Երրորդը, իր բոլոր խոստումները տեսնում ենք, որ տապալվեցին։ Ալիևը շարունակում է խոսել Արևմտյան Ադրբեջանի մասին, ադրբեջանցիների վերադարձի մասին, Հայաստանին ծնկի բերելու մասին, ուժի քաղաքականության մասին, իր բյուջեն ռազմական գնալով աճում է, Միացյալ Նահանգներից Բրիտանիայից զենք է գնում, դառնում է գերտերություն մեր ռեգիոնում։ Իսկ մեր ղեկավարը թույլիկի պես ասում է, մենք գնում ենք դեպի խաղաղության, ծնկի գալով, ամեն ինչ զիջելով։ Վերադառնալու են ադրբեջանցիները, ինչպես են դրան դիմադրելու ոչ ոք չգիտի, կամաց-կամաց Հայաստանը դառնալու իսկապես Արևմտյան Ադրբեջան, մենք արդեն ենթարկվում ենք Ալիևին, դրա պատասխանը նա չունի, շարունակում է իր շոուները, շարունակում է գորգոռոցները, փողոցներով ման գալը, եկեղեցին պղծելը։ Դա է։ Իր բոլոր խոստումները տեսած, որ խախտվեցին, սուտ դուրս եկան, գները 2-3 անգամ աճել են, Հայաստանում աղքատություն է, լավ ապրում են միայն իր այս խմբակի անդամները, որոնք իրենց պարգևավճարներ են տալիս հսկայական թվերով, ամբողջ աշխարհով ֆրֆռում են, շքեղ ճանապարհորդությունների են գնում, միլիոնատերների եւ օլիգարխների մասնավոր ինքնաթիռներով, այն մարդիկ, ովքեր փողոցում խղճուկ տեսքով ներկայանում են որպես ժողովրդի տղեկ, հիմա դա անում են նույն բանը, որը մեղադրում էին նախկիններին, նույն կոռուպցիան, նույն պետական բյուջեն ծախսելը, իրանց ընտանիքի անդամների եւ ընկերների միջև բաժանվում են տենդերները, մեր պետական բյուջեն դարել է իրենց գրպանը փաստորեն, նույն օլիգարխները մնացին, նույն կոռուպցիան մնաց, հիմա նրանք են ժողովրդին ծեծել տալի, բանտարկել տալի, տերորի են ենթարկում բոլորիս։ Նախկիններից որևէ մեկը այսպիսի փողոցային ձևով, այսպիսի խուլիգանական ձևով չէր խախտում բոլոր կանոնները եւ բոլոր ավանդույթները։ Մենք այո, կորցնում ենք մեր պետությունը եւ Ալիևը արդեն ուղղակիորեն ղեկավարում է Հայաստանը։ Այսպես ենք մենք սկսում ցավոք սրտի մեր նոր տարին